թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Եթե չեք ուզում նստել առանց փող, կարող եք պարկել առանց փող։ Եթերում Եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Մենք այստեղ ենք, տաղավարում լուսավոր է, պարոն Մամուլյանն է այստեղ և Գոհար Գասպարյանն է այստեղ։ Հաղորդավարուի մարդ, որը որ ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոպան ժամանակ է մեզ համար բացահայտեց, ցնցվեց և ցնցեց, այսօր եկել է, որ իրեն ցնցի մեր պարոն Մամուլյանը, ինչով եք ցնցելու մեր գեղեցկուհի հաղորդավարուհուն։ Շատ դժվար է Գոհարին ցնցել, ես չեմ էլ ուզի ցնցեմ, ես կուզեմ, որ ինքը հաճույք ստանա պատրաստող կերակրատեսակից։ Ինչ հաճույք պատճառելու նրան։ Վանա կերակրատեսակներից Վանա Քաշովի եմ ես ուզում պատրաստել, բլղուրով, տավարի մսով։ Վանա Քաշովի, այո։ Գոհար, համարը բոլորին հարցնում եմ, ծագումով որտեղից եք, իմանում եք ձեր արմատները, չեք իմանում։ Ողջունում եմ, շատ մեծ սիրով եմ եկել, որովհետև խոհանոցում գտնվել այսպիսի հնարավորությունը բաց թողել պարոն Մամուլյանի հետ, իսկապես խոհանոցում գտնվել եւ ոչինչ չանել։ Այն էլ Գոռի ղեկավարությամբ, կարծում եմ Գոռը միայն խանգարում է այստեղ։ Հետաքրքիր կլինի, իսկապես պարոն Մամուլյանի հետ այստեղ գտնվելը ինձ համար մեծ պատիվ է, պարոն Մամուլյան, սիրով սովորելու եմ ինչ-որ դուք անելու եք, ինձ թվում է, որ իրոք պատահական չէ Վանա ուտեստը, որովհետև նաև արմատներով Վանից ենք։ Ահա, այնքան ուրախան եմ, որ ստացվում է տաղավարում։ Արմատներով փաստորեն Վանից ես եւ վերջ, այսօր։ Վան, նաև որոշ մասով նաև Վայք։ Ահա, Վան, Վայք, ՎՎ։ Երբ իմացա, որ այսօր պարոն Մամուլյանն է լինելու եթերում եւ միասին ենք աշխատելու, շատ ուրախացա, որովհետեւ նրան շատ վաղուց եմ ճանաչում եւ հետեւում եւ ուղղակի հիանում եմ իր արած աշխատանքով որպես եւ գիտնական եւ խոհարար, այնպես որ շատ անհամբեր սպասում եմ, թե ինչ կպատրաստի պարոն Մամուլյանը։ Իհարկե շատ ցանկալի կլիներ, որ կապված լիներ ինչ-որ չափով նաեւ իմ արմատների հետ, կամ Վայքի, կամ Վանի։ Դե ինչ, արմատներն ենք հպվելու այսօր Գոհար Գասպարյանը եւ շատ շատերի։ Հիշենք, որ 200,000 հայ Վանից եկել են Հայաստան ժամանակին ցավալի պատճառներով եւ տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում եւ կրկնվում է եւ Վանի մասին հիշողությունները մնացել են նաեւ, որովհետեւ Վանի ուտեստները մինչեւ հիմա կան եւ գոյություն ունեն։ Այո։ Դրա համար շատ կարևոր է չմոռանալ մեր մնացած բոլոր գավառների ուտեստները։ Так, մի քանի վայրկյանից այս սեղանի վրա կհայտնվի այն ամենը, ինչից պատրաստելու ենք այսօր Վանա Քաշովի։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Ահա, թե ինչից եք պատրաստելու Վանա Քաշովի։ Բլղուր, մարանիկի լոլիկ, տավարի հորթի միս, սոխ երկու տեսակի եւ կանաչի։ Հրաշալի։ Սեր, չմոռանանք սիրո մասին։ Այո, ամենակարևոր։ Բայց դուք կասեք էլի, ես ձեզ երբ օգնեմ։ Այո, անպայման։ Ես կմաքրեմ միսը եւ կասեմ ինչ չափսի ու դուք կտրես վերջ։ Հրաշալի է։ Ես ճիշտ ասած շատ տրամադրված պատրաստական եկել եմ, որ օգնեմ ուտեստը պատրաստել, բայց ոնց հասկանում եմ, կամ ինձ չեն վստահում դեռ, կամ էլ ուղղակի զրույցը այնքան հաճելի է ընթանում, որ ուզում ենք ավելի շատ զրուցել։ Գոհար, հերթական անգամ երիտասարդ մայր ես, հասցնում ես խոհանոցում ինչ-որ բաներ անել, թե օգնականներ ունես։ Անկեղծ եթե ասեմ, ապա որ չեմ հասցնում այնպես, ինչպես որ կցանկանայի, որովհետև հիմա նաև ավելացավ սուպերստարը, այո, և հասցնում եմ միայն դե նախաճաշը հասցնում եմ, որովհետև երեխաներին պետք է ճանապարհել դպրոց, մանկապարտեզ, ամուսնուն աշխատանքի, արդեն այ երեկոյան հարցերը մի քիչ բարդ են, ով է պատրաստում, բայց միասին փորձում ենք եւ սկեսուրս է օգնում եւ տալս է օգնում։ Ունես օգնականներ։ Ոչ թե օգնականներ, այլ ընտանիքի անդամներն են, մեկս մյուսին, մեկը մյուս ձեռ ենք ծում օգնում են։ Որն է Գոհարի ամենա լավ պատրաստված ուտեստը, որը որ
այ պետք է գալ հատուկ ձեր տուն, որ դու պատրաստես ու մենք դա փորձենք։ Եվ դա հայկական խոհանոցից չէ ցավոք սրտի։ Ոչինչ։ Այո, բայց Գուցե դա էլ հայկական խոհ, դու չգիտես։ Հələ ասա, պարոն Մամուլյանը կասի։ Հա, ես շատ լավ պաստա եմ պատրաստում։ Պաստա, իտալական։ Այո, տարբեր պաստաներ։ տարբեր, հիմնականում մի քանի պանիրներով, նաև երբեմն հավով եմ պատրաստում, երբեմն ծովամթերքով, այդպես։ Դե լավ, չմոռանանք, որ ծովամթերքի մասին ծովից ծով Հայաստանը եղել, բացի դրանից հռոմեացիները եկի հասել են այստեղ, կռասի գլուխով կերավ, բոլորս հիշում ենք։ Так что կարող է մեզանից ինչ-որ բան սովորել են։ Հրավիրում, այո, պաստա ուտելու։ Եթե ես ունեմ բավարար ժամանակ եւ չեմ շտապում եւ տրամադրվել եմ, որ պետք է անպայման ինչ-որ մի հետաքրքիր բան սարքեմ, ես շատ ուսումնասիրում եմ միջև այդ ուտեստը պատրաստելը, փորձում եմ ինքնուրույն դա անել, ինձ համար ոնց որ սկզբունքային հարց լինի, չեմ խորհրդակցում մեծերի հետ, չեմ զանգում հարցնում այստեղ ինչքան բան պետք է լցնեի, այնտեղ ինչքան պետք է խառնեի եւ այլն, ինքս եմ փորձում այդ ամենը հաղթահարել, կամ կստացվի շատ լավ, կամ էլ չի ստացվի։ Так, Գոհար, այդքան երկրներ գնացել ես։ Ինչ որ բան կա, որ ամեն երկրում այ դրա հետևից գնում ես եւ ուզում ես որ դա ուտես այնտեղ եւ ինչն ես կարոտում այդ երկրներում։ Ինչն է պակասում։ Չգիտեմ, մատնաքաշը, միգուցե կամ ռեժանը, չգիտեմ, բաստուրմա, ինչ է։ Անկեղծ եթե լինեմ, ապա չեմ նկատել ինչ որ մի բան, որի համար կուզեի ուտելիքի համար, այսինքն կուզեի այդտեղ լինել։ Ավելի շատ միջավայրի, մթնոլորտի, եղանակի գուցե, բայց չեմ կարող ասել, որ ուտելիքի համար, որովհետև ամեն դեպքում հիմա էլ այնպես է, որ կարող ես այդ ամեն ինչը վայելել այստեղ։ Վայելել, բայց դե իհարկե ծովամթերքի պարագայում այդպիսի թարմությունը չես գտնի հաստատ։ Ծով ունենք, տեղ չունենք։ Տեսեք, պարոն Մամուլյանը արդեն կացայի մեջ գցեց դանիական լուրպակ կարագը, այո։ Լեգենդար կարագը, 125 տարի, պատկերացնում ես, 125 տարի, հետաքրքիր է, չէ, որ դանիացիներ են, հիմա որ հայերը լինեին, 5 տարի կարագ կարտադրենք, ասեն լսի, հերիք եղավ բոլոր, 125 տարի հետո այդ կարագը դառնար գուլպա, մեքենա, չգիտեմ ինչ որ ստանոկ, Հիմա 125 տարի ես մարդիկ կարագ են արտարում եւ վերջ։ Բայց տեսնում եք, ուրեմն կարագի հարցը հաջողել է, բայց խոհանոցի առումով ես ոչինչ չեմ հիշում Դանիայից, որ այսպես Ահա, բայց կարագը հիշում ես, կարագը հիշում եմ։ Կարող եք գնալ Դանիա, գնել լուրպակ քաղաքը, գալ Հայաստան եւ Հայաստանում պատրաստել լուրպակով ինչ ուզում եք, վանակ հաշիվ։ Ջրահարս ասեմ։ Ջրահար, ինչ ձեր մտքով անցնում, այո։ Լավագույն ուտեստները ուրեմն արժանի են լուրպակի, այդպես են ասում։ Դանիական լուրպակ կարագը ունի մոտ 125 տարվա պատմություն, եւ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարագը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպակ բարձրորակ կարագը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը, լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Так, պարոն Մամուլյան, փաստորեն պետք է տապակենք միսը։ Պիտի այո, կերևապատենք նախ բոլոր կողմերից, հետո շարունակենք տապակել, այնուհետև սոխենք հետը տապակելու եւ այդ յուղը պիտի շատ լինի, բարձր այդ բլղուրի հետ եւ մի քիչ բլուրն ենք իր հետ տապակելու այս յուղն է պետք է։ Այդ ընթացքում մենք աղ-պղպեղ մի քիչ լավ յուղոտ ուտելիք ենք լավ յուղոտ, այո։ Լավ կալորիաներով հարուստ, որ երկար ուտես եւ ամբողջ օրը պահի երևի։ Միքսն էլ երևի դա է, չէ՞։ Այո, իհարկե։ Վանեցիները առավոտյան արտնացել են տատիկները, բայց ինչ-որ քչություն չեն արել, գցել։ Իմիջայլոց չէ։ Չէ։ Կարծրատիպ է։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք սնվելու ռեժիմը հայերի, այսինքն նախաճաշ ընթրիք, որքան տոկոսային հարաբերությամբ ընդհանուրը։ Ուրեմն 20-25% նախաճաշ, 20-25% ճաշ, 50-60% ընթրիք։ Սա կենսաբանորեն մի քիչ դժվար է հասկանալ, որովհետև հիմա ուտելուց հետո դու ակտիվ լինես, բայց ես ինչի եմ ասում, այդ շինականի բանն է, էլի, բայց լավ ուտելուց հետո մենք հոգնում ենք, քուններս հատանալ, եւ որ քունները ստանալ կեսօրին, օպիտի աշխատել։ Եվ ուսումնասիրությունը ցույց տալիս, որ հрьяաների եւ հայերի մոտ հենց եղել է 20-25% նախաճաշ, 20-25% ճաշ, 50-60% ընթրիք։ Այդ ընթրիկից հետո աշխատել կարեք, արդեն վերջ, արդեն ուղեղից արյունը իջնում էր ներքև, ստամոքսի մոտ եւ հիմա ավելի շատ ընթրիկ է եղել։ Դե այո, ընթրիկոտ։ Չնայած ձավարեղենը համարվում է եւ ընդունված է առավոտյան միշտ ուտել, ձավարեղենը մի քիչ դժվար է մարսվում։ Ձավարեղենի սպիտակուցը մեկ հավելյալ թաղանթ ունի։
մի հավելյալ թաղանթ, որը որ պետք է մի քիչ ավելի, այո, երկար մարզ, երկար։ Դե լավ, ոչինչ, դե տենց բաներ են քաշե պարման։ Հա, էդի։ Գոր, քանի տարի հերոստատեսությամբ արդեն հաշվել ես։ Այ մոտենում է 30-ին, բայց հստակ չեմ հիշում 27, 28։ Ինչպես հայտնվեցիր, ինչպես դա տեղի ունեցավ։ Դե Ով քեզ տեսավ, ասեց արի, թե դու գնացիր։ Շատ եմ պատմել, չգիտեմ, հետաքրքրի թե չէ։ Ինձ հետաքրքիր, ես չեմ լսել։ Չգիտեմ, դու չէիր լսել։ Այ ես չեմ լսել։ Ես ուրեմն մեր դպրոց գալիս էին քասթինգների։ Ուրեմն այդ ժամանակ ազգային հեռուստաընկերության պետք է մանկապատանեկան ծրագրեր սկսվեր եւ գալիս էին երրորդ ալիք նախագիծը այն ժամանակ։ Դպրոցում էր սովորում, մեր դպրոց երբեք չէր։ 114 սարով։ Դե վերջ։ Այն ժամանակ 114, այո։ Ալավերդյան փողոց էր, ժամ, թե արդեն հանրապետության էր։ Այն ժամանակ Ալավերդյան։ Դեռ Ալավերդյան։ Այո։ Եվ փաստորեն եկան նաև մտան մեր դասարան։ Հիմա ձեզ պետք է թվա, թե որ ինձ ընտրեցին, չէ՞։ Ինձ չընտրեցին։ Ընտրեցին դեղին մազերով, շիկահեր, կապույտ աչքերով երեխաների, այդպես ինչ որ երևի կարծրատիպ կար, որ մի քիչ ֆիրմա մանկական, շվեդական ոսկեր պետք։ Մի քիչ տենց հա կադրում այդպես ու ընտրեցին այդպես բաց գույնով երեխաների ու գնացին։ Դե արդեն ոնց որ մի քիչ նեղվում ես, չէ՞։ Որ իրանց ընտրեցին։ Բայց հա, էլի ինչի՞ չէ օրինակ։ Դե լավ դասաներ այդ ժամանակ։ Այդ ժամանակ ես 11 տարեկան եմ, երբ էին այդ 7 տարեկանից էինք գնում։ 4 ժամանակ հա, 4-5 դասան։ Հետո, երբ որ արդեն այդ երեխաները հայտնվեցին եթերում, դե իմ դասընկերներն են, պետք է նայես եւ այլն, երբ որ նայեցի, մեջս շատ մեծ ցանկություն առաջացավ ու ես հասկացա, որ բայց ես էլ կարող եի, էլի, այսինքն ես կարող եմ այսպես, ինչի՞ չէ, բայց ինչի անարդար էր։ Ինչի ինձ չընտրեցի։ Եվ պապիկս մասնագիտությամբ լրագրող, այսինքն մեր ընտանիքում դա ընդունված մասնագիտություն է։ Եվ հայրիկս այդ ժամանակ աշխատում էր նաև իր մասնագիտությունից ելներով, նաև զինվորական, բայց նաև համագործակցում էր ազգային հեռուստաընկերության հետ եւ ճանաչում էր ղեկավարներին երրորդ ալիքի։ Եվ զանգահարել էր, ասել էր ուղղակի չէր ասել, որ իր աղջիկն եմ, ասել էր մի ծանոթի աղջիկ է, տեսեք, եթե կստացվի մի բան, կստացվի, թե չէ, հա, որովհետև մենոնք իսկապես չեն սիրում այդպես բրթել էլի երեխաներին։ Ասում թող գա տեսնենք։ Գնացի ժպիտով, բան սենց արդեն այդ ժպիտից իրանք ոգևորվեցին։ Հիմա սպասում եք տեսնենք կադրում էլ է այդ ժպիտը մնալ, որովհետև հիմա իրանց մոտ խնդիր կար երեխաները հենց միկրոֆոնը տալիս էին, միանգամից հա առաջին չստացվածից հետո այդ ժպիտը գնում էր մի խոսքով։ Դե միկրոֆոնը տվեցին ձեռքս, այդպես ու ուղեկցեցին հենց հեռուստատեսության տնօրենի սենյակ, 40-ամյակներ հեռուստատեսության, պետք է իրենից ինտերվյու վերցնենք։ Եվ ուղեկցեցին դե մի 10 դուբլով, բայց բոլորը նույն ձև։ Հարը ժպտում է։ Դե ժպիտը չգնաց։ Ճիշտ է, սխալվում էինք, չէր ստացում եւ այլն, բայց ժպիտը նույն կերպ է։ Այդ շիկա էր աղջիկը հիմա ինչով է զբաղված։ Չէ, մի ամիս հետո արդեն։ Իսկ դու մնացիր։ Դե հա։ Այդպես մնացիր։ Մնացի, որովհետեւ մեջս շատ մեծ ցանկություն կար։ Ես սիրեցի։ Սիրեցիր այդ գործը։ Եփող թափողները։ Համացանցերում ես վերջերս պատտվում է մի շատ հետաքրքիր նյութ։ Փոքրիկ Գոհար Գասպարյանը փոքրիկ Տիգրան Համասյանից հարցազրույց է ասում։ Որտեղից եք թե Տիգրանին այդ ժամանակ եւ ոնց եք հասկացել, որ նա դառնալ է միջազգային աստղ։ Այն ժամանակ պարզ էր արդեն։ Թե դա էլ էր պատահականություն։ Իսկ թվում է պարզ էր արդեն։ Պարզ էր։ Բայց դա կապ չուներ, որովհետև մենք այդ ժամանակ ես վարում էի շնորհալի երեխաներ հաղորդաշարը։ Եվ նա դարձել։ Եվ ամեն անգամ մենք ընտրում էինք շնորհալի, հա։ Մենք ընտրում էինք շնորհալի երեխաները եւ ասել էինք, որ հրաշալի։ Դա Տիգրան Համասյանի վերջին հարցազրույցն է, որովհետև դրանից հետո դա ոչ մի երբեք հարցազրույց։ Բայց գիտեք, այդ կտորը ընդհանրապես այսքան հատվածն է։ Մեծ ինտերվյու է, բավականին երկար։ Ես հիմա Տիգրան Համասյանին գիտես ինչ եմ համոզում։ Ասում եմ Տիգո, Տիգրան ջան, ցավը տանը մի խոսա, ես քեզ հարց տամ, դու նվագի։ Այդպես հետաքրքիր հարցազրույց։ Նվագելով խոսա, այո։ Բայց դեռ չենք համաձայնվել։ Իսկապես արի ուտես որ մաղվում է, չէ՞, տարիների մարդիկ, բայց բաներ կան, որ բայց ինքը այդ տարիքում արդեն ֆանտաստիկ տաղանդավոր նվագածից, որովհետև ինքը նոտա կարծես թե չգիտեր, ինքը երկի բառերը նույնիսկ չգիտեր, բայց մայստրոները այնպես էին հիացած իր կատարումով, որ ուղղակի ֆանտաստիկ տպավորություն է։ Ում
ում կարող ես էլ հիշել այդ տենց մարդկանցից, որ իրենց հետ զրուցել ես եւ քո հազարավոր ինտերվյուներ ես վերցրել։ Շատ։ Իհարկե Տիգրանի հետ համեմատելու չի, չեմ կարող համեմատել, որովհետեւ նա իսկապես առանձին բարձրություն է մեզ համար, մեծություն է, բայց իմ գոլեգաներից շատերն են եղել, օրինակ Հրաչու հետ մենք էլի ունեցել ենք փոքր ժամանակ հարցազրույց, Սիրուշոյի հետ, Գոր Կիրակոսյանի հետ, շատ են եղել։ Եվրոտեսիլ սկզբից հաղորդավարուի, հետո դարձար կարծես թե գլխավոր մարդկանցից մեկը, որը մեր երկիրը ներկայացնում էր, որտեղ բոլորը, ոչ բոլորը գիտեն, բայց ոչ միայն երկիչն է, այլ նաև մարդ, որը որ ներկայացնում է տվյալ հեռուստաընկերությունը եւ երկիրը վերջերաչով, այդքան բան ես տեսել, որն է ամենաշատը հիշվե, տպավորվե եւ որ մեր պարտությունը կամ հաղթանակը, չգիտեմ, ոնց նայենք դրան, քո համար ամենատպավորիչն էր, որ ելույթ է լավ։ Դուք էլ կփաստեք, որ տպավորիչ ելույթներ շատ են ունեցել ենք եւ հակառակը, ոչ տպավորիչ ելույթներ, բայց իմ համար ամենան այդ ամենից դա մեր 2015 թվականի Genealogy նախագիծն էր, որովհետեւ այո, մենք աշխարհի 5 դա մեր ստեղծածն էր, զրոյից, այսինքն կա ուրիշ բան է, որ արտիստը արդեն կա, գալիս է եւ դու հարմարվում ես, ամեն ինչ կառուցում ես իր վրա, բայց սա զրոյից եւ անձամբ ես եմ իրենց գտել տարբեր մայրցամաքներից եւ ինձ համար սա ոնց որ երեխայի ծննդի նման մի բան էր, որովհետեւ մենք եւ գաղափար էինք դրել եւ նպատակ կար եւ պայքար կար, որովհետեւ գիտենք ինչքան խոչընդոտ էր մեր սպասում։ Թուրքիան անընդհատ բողոքի նոտաներ էր ուղարկում, անընդհատ բոլոր երկրներին նամակներ էր ուղարկվել, դեսպանատներին զգուշացվել էր, այսինքն մի հատ ամբողջ հսկական լոբի էր սկսվել, հակա շատ ուժեղ, որի արդյունքում իրենք այսպես են, եթե դու իրենք բողոք են ստանում, պարտավոր են այդ բողոքը ինչ-որ ձևով, արձագանք են։ Դե բողոքը կար, հիմա մեր երկի անունը Don't Deny։ Դա էլ էր մտածված, ամեն ինչ մտածված է շատ սիրուն, բայց բոլորս պետք է խաղայինք, որ իբր ամեն ինչ ոչ քաղաքական է, բայց դե շատ էլ քաղաքական էր, իհարկե, չէինք կարող այլ կերպ, ուղղակի չէինք կարող, եւ կամ պետք է չմասնակցեինք, կամ մասնակցելուց այն էլ երբ որ սփյուռքին ես դու հանրությանն ես ներկայանում, պետք է նմանատիպ ինչ-որ մի բան լիներ։ Ասեցին, որ ձեր երկի վերնագիրը եւ այլն շատ, դե մենք զիջեցինք միայն երկի վերնագրի առումով, որովհետեւ հակափաստարկներ այնքան եկան եւ արդեն այնքան լուրջ դիվանագիտական աշխատանք է տարվել այստեղ, հակա, որ եկել ենք միայն կանգ ենք առել, դե լավ զիջում ենք միայն երկի վերնագիրը, բայց ոչ պակաս էլի ազդեցիկ վերնագիր ընտրեցինք, Face the Shadow, RRSV ստվերին, որը էլի տերմին է։ Այո, իր մեջ կա այդ բանը։ Նայի, այդ դեպքում այ հարցը, որ այն ժամանակ էր ինձ մոտ ծագե, հետագայում նորից ծագեց, երբ որ ուկրաինացիների մոտ ամեն ինչ ստացվեց, մեզ մոտ ինչի չստացվեց լավ։ Ինչի իրենց պարագայում Ուկրաինան 2 անգամ կարողացավ աշխարհին ներկայանալ եւ ասել, որ տեսեք, մենք ունենք խնդիր, այսենց երկում ենք ու մեզ տալիս են առաջի տեղ, իսկ մենք ոչ։ Ինձ թվում է վերջին պատերազմը այդ հարցի պատասխանները տալիս է, որովհետեւ մենք ավելի ընկալվում ենք որպես ռուսամետ երկիր, այո, նրանք իրենց ուղղությունը այլ ուղղությամբ են վերցրել եւ իրենք եւ այդ ամենը միշտ զգացվել է։ Լավ, եվրոտեսիլները մի կողմ դնենք, ասեցիր երեխայի ծնունդ, հայ սուպերստար, հայ սուպերստարն է, հերթական երեխաների ծնունդ է։ Ես էլ այսինքն անընդհատ գործ չեմ անում ու տենց։ Ոչինչ, այդ համով ուտելու ես։ Գոր, եվրոտեսիլին կարծես թե արդեն պատրաստի կադրեր են գալիս եւ դու արդեն պլյուս մինուս հասկանում ես ինչ կան։ Հայ սուպերստարը այլ է, փողոցից մարդ կարող է գալ ու դառնալ իսկապես սուպերստար։ Ինչ կասես դրա մասին։ Ես ասեմ, ինչով է ինձ համար շատ հետաքրքիր մասնակցությունս այս նախագծում։ Ինչ համով հոտ եկա, պարոն։ Արդեն եկա, Վանա հոտը եկա։ Իմիջիայլոց տղայիս անունն էլ Վան է։ Տես։ Ջան, իմ թորուհուս Վան է։ Վան է։ Ինչ հետաքրքիր տարբեր դրսևորումներ կան։ Վան է, Վանուհի, չէ՞, Վանի նույնիսկ։ Շատ, պես որ հրաշալի կուտենք։
Դե ինձ համար անձամբ շատ հետաքրքիր էր նրանով, որ մենք գործ ունենք նոր սերնդի հետ։ Տեսեք, օրինակ ինձ իմ սերնդակից հաղորդավարներին այժմյան նոր սերունդ այդքան էլ չի ճանաչում։ Նրանք մի քիչ ավելի փոքր են եղել, երբ մենք վարել ենք շատ պոպուլար հաղորդումներ։ Եվ ինձ գրավեց հենց դրանով։ Դու բացահայտում ես իրենց, իրենք բացահայտում են քեզ։ Այո, շատ կարևոր հանգամանք էր, ես կարելի ասել հենց դրա միայն այդ մտքից, այդ միտքն է ինձ ամենաշատը գրավել, որ ես կարողանամ նաև նրանց միջև դառնալ հաղորդավար, դառնալ նրանց սիրելին կամ չսիրելին, մի խոսքով դառնալ նաև հայո, ճանաչելի, ինձ համար դա շատ կարևոր էր։ Ինչ ես մտածում արդեն այն ամենի մասին, ինչ որ տեսել ես։ Արդեն մարդիկ խոսում են, արդեն սոցցանցերը տրաքում են, արդեն կարծիքներ կան, արդեն ինչ որ մեկ ասում է, որ ժյուրին սխալ է, չգիտեմ, եւ այլն։ Ինչ ես մտածում դու այս ամենի մասին, քանի որ նու 40 տարի շոու բիզնեսի մեջ ես, բայց մի 25 տարի հաստատ գիտես դա ինչ է։ Գիտեմ եւ գիտեմ նաեւ ինչպես այդ ամենը արվում, որպեսզի այո լինեն եւ խոսեն եւ ինչպես խոսեն։ Ամեն ինչ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես պիտի ընթանա եւ նման մրցույթներում կարծում եմ շատ կարեւոր են այդ քննարկումները եւ շատ դրական են վերաբերվում այդ ամենը։ Եթե չլինի քննարկում, նշանակում է բացարձակ անտարբերություն եւ հետաքրքիր չէ։ Շատ լավ է, որ մարդիկ արդեն հետաքրքրություն ունեն եւ գնալով ավելի կակտիվանա, բնականաբար մեկին կսիրեն, մյուսին չեն սիրի, մեկին կքարկոծեն, մյուսով կհիանան, դա նորմալ է, մրցույթ է, մեկը պարտվելու է, մյուսը հաղթելու է։ Շատ լավ, ամեն ինչ գնում է իր ընթացքով, իր հունով գնում է առաջ, ես հիացած եմ մեր նոր սերնդով, շատ լավ երեխաներ կան, իսկապես շատ լավ, ինձ թվում է շատ նոր, այսպես մի հատ շանթը նոր շունչ է, նոր աստղաբույլ է տալու մեր հեռուստատիտողներին։ Դե որովհետև հիմա ոնց նայում ես, ում նայում ես, որ հեռուստալիքով ինչ լինի, կոնկուրս, մասնակիցներ, աստղեր, ժյուրի անդամներ, բոլորը այս թողով անցել են իսկապես եւ ես այնքան եմ ուրախանում այդ ամենով, որ բոլոր այդ մարդկանց այդտեղից ճանաչում եմ։ Ինձ համար շատ կարեւոր է դա։ Եվ եւս մեկ շատ կարեւոր նկատառում ես, քանի որ մենք հայերս շատ ենք սիրում ասել, որ մենք ունիկալ ազգ ենք։ Մեր պատմությունը, մեր մենթալիտետը, մեր պապերը, դու գիտես ինձանից լավ, պարոն Մամուլյանն է գիտի, բայց ես միշտ մի հատ շատ հասարակ օրինակ եմ վերում։ Տեսեք, հայ սուպերստարը, ծրագիր, որը որ բազմաթիվ երկրներում տեղի ունենում, տարբեր առնվազն միգուցե։ Ծնվել է Անգլիայում։ Եվ այդ բոլոր ֆորմուլաները, սխեմաները ամբողջ աշխարհում աշխատում են, այսինքն մենք իսկապես նման ենք իրար։ Բոլորս իրար նման ենք։ Երաժշտության լեզուն է։ Այո, երաժշտության, սիրո, պայքարի, մարդ լինելու կամ չլինելու, այսինքն բոլոր այդ լեզուները նույնն են։ Եվ ես հերթական անգամ ուզում ասեմ, որ մենք ոչինչով նրանցից ոչ լավն ենք, ոչ էլ վատը։ Ուղղակի շատ ենք սիրում վատը կրկնօրինակել, դարձնել էլ ավելի վատը։ Եկեք փորձենք լավը փորձենք։ Եփող թափողները։ Հունիսի 14-ին կարելի է հրավիրել մարդկանց Արզնի, որտեղ մենք մեր կազմակերպությունը եւ Տուրիզմի հայկական ֆեդերացիան իրականացնելու ենք հայկական եւ Հայաստանում ներկայացված ազգային փոքրամասնությունների խոհանոց։ Եզդի, հունական, ռուսական, էլ ինչ, բելարուսական, ռուսական, հրեական, հունական, ասենք վրացական, 12 ազգություններ գրանցված։ Այո, գրանցված են, այո։ Եվ բոլորին պիտի հրավիրենք, հրավիրենք առանձին, քրդերը առանձին։ Հնդիկները գերակշռեն։ Այո, հնդիկները միջալուց։ Հնդիկները գրանցված չեն։ Գրանցված չեն որպես համայնք։ Բայց շատ ավելի շատ են, քան բելարուսները օրինակ համոզված։ Նրանք կգան ուտելու։ Եվ նաև մենք ուզում ենք իրենց օգնել, օրինակ եզդիներին, որ իրենց նաև ազգային խոհանոցը տպագրվի, այդ հավաքագրության հավաքության նաև շոուան լինի, հա, իրենց մշակույթը։ Իսկ իրանք համաձայն են օրինակ եզդիները, պարոն Մամուլյան, չէ՞ որ շատ փակ են իրանք։ Հա, համաձայն են։ Այսինքն արձագանքը առայժմ շատ դրական է։ Հա, վերջը նայեք, մարդիկ դարեր շարունակ մեր կողքին ապրում են։ Գոհարին էլ մի քանի բան ասենք, որ վերջ այստեղից բժվժիկի են նմանվում, չէ՞։ Մենք սոխը ու հիմա միսը տապակեցինք, հետո սոխն ամենացնում ենք, միսը հարստացնում ենք սոխի համով։ Ոչ թե հակառակը, սոխը մսով, այլ բայց այն ամենը ինչ որ նախատեսել ենք համեմունքների, մի 5-10% հիմա ավելացնելու ենք։ Բա բլխուրը երբ ենք ավելացնում։ Բլխուրը սա արդեն ժամանակն է։ Հա։ Սև պղպեղը։ Ես ուզում եմ Գոհարին հարցնել, Գոհար, տես դու հետաքրքրվող մարդ ես։ Ես գիտեմ, որ պրպտում ես Եվան, բայց
Եզդիական ինչ որ ուտեստի անուն կարող ես ասել։ Չէ։ Ինչ ճիշտն է, ճիշտ է։ Պաստորն, բայց եթե ասում, դարի շարունակ մենք Եվ այո, եւ դա շատ վատ է։ Եվ վատ է իրականում, այո։ Դե նրանք ֆրանսիական խոհանոցին ծանոթ ենք, իսպանական, վիետնամական խոհանոցին ենք ծանոթ։ Փակ են, իրական։ Որ ինչ որ մի ռեստորան կամ սրճարան բացեն, երևի այդպես կարող են։ Այո, դա եմ ասում, որ իրանք փակ են բավական։ Իրանք շատ քիչ են խոսում իրենց։ Հիմա լսում ենք։ Օ, հենց այսպես։ Բլղուրը փաստորեն մի քիչ մենք բովում ենք, այո։ Մարանիկի բլղուրն է հիանալի։ Շուտ է եփում։ Հա, դե բլղուրը կիսաֆաբրիկատ է։ Սա պետք է տապակվի եւ հետո ջուր ենք ավելացնել, պարոն Մամուլյան։ Այո, իհարկե։ Հա։ Մեկի Հա, քաշովի, չէ՞, հա, հիշեցում։ Մարանիկի բլղուրն է, մարանիկը բացի բլղուրից ներկայացնում է ուրեմն ծավալեղենի եւ համունքների լայն տեսականի եւ նորույթ այս ապակե տարաներով մեր սիրելի խոշոր աղը, պղպեղ սև, 4 պղպեղի հավաքածու, իրենց աղացներով։ Մարանիկը առաջարկում է ծավալեղենի եւ համունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Հիմա որ կանաչին բանը լցրեցինք, հետո սա ծածկեցինք, ջերմային ճնշման տակ այդ միսը, այդ կանաչու համերը ամբողջը բանով, բայց դա առայժմ ենթահամն է։ Մենք ամեն ինչը այս կանաչին, որ այդ դրանով ենք ուզում մատուցել, հիմնական առանցքը լինելու է կանաչին եւ քիմիոնը։ Հենց դրանով ենք, բայց դա վերջում, ամենավերջում։ Իսկ այս քիմիոնն էլ հենց այն ժամանակ եղել է, թե այս նոր ավելացել։ Այո, քիմիոնը հին հայկական մեր ամբողջ բնորոշ է, այո, մեր այո, համեմունքների մեջ միշտ հայոց աշխարհի քիմոն։ Այո։ Նու լոլիկն ենք մենք նոր հիմա բանար է, այնպես չի որ ամեն լոլիկը չկար։ Եվ գիտեք ինչ, ամեն դեպքում խոհանոցը զարգանում է եւ խոհանոցի զարգացումը ընթանում է նաեւ որոշակի առումով նոր սննդամթերքներ ներգրավվելով նաեւ։ Ջուրը խնդրեմ։ Ջուրը, հեռացրած ջուրը։ Բա ես կոկնոցս հակա, որ սենց… Որ զրուցես։ Գոնե կանաչին մագրև, լավ։ Այո։ Բալիկների հետ ինչպես ես հասցնում։ 3-ն են արդեն։ 3-ն են եւ շատ դժվար է հասցնելը, շատ դժվար է։ Բոլորը օգնում են։ Դժվար չէր լինի, եթե չաշխատեի, բայց քանի որ համել աշխատում եմ, դա արդեն դժվարություն է երեխաներին։ Ամենաշատը փուճուրին։ Դե հա, երբ որ ամբողջ օրը նկարահանման ես լինում, իհարկե կարոտում ես։ Չէ, 3-ին հավասար։ 3-ին էլ կարոտում եմ, այո։ Բայց փորձում ենք համատեղել, հասցնել, այսպես։ Մեր ազգը այս պահին ցավոք սրտի չի շատանում։ Նո, դա չի վերաբերվում քեզ, ինձ եւ պարոն Մամուլյանին։ Հատկապես պարոն Մամուլյանին։ Հատկապես պարոն Մամուլյանին։ Որտեւ ամենաշատ բալիկը դեռ պարոն Մամուլյանն է։ Ինձ թվում է դու դեռ ճանապարհել ես։ Հիմա ինչու է այդպես, ինչ ես մտածում դու, ինչու մարդիկ չեն ունենում շատ բալիկներ։ Վերջերս հենց այդ հարցի շուրջ մի հարցազրույցի մասնակցում խոսում էինք եւ նաեւ հետազոտություններ էին արվել, որոնք ուսումնասիրում էի, ուղղակի դա ամեն ինչ կապված է մարդկանց սոցիալական վիճակից, ուղղակի։ Եվ վերջ։ Այո, եւ վերջ, այսինքն եթե ծրագրավորված կոնկրետ ռազմավարություն կա արդեն մշակված, եթե դա ընդունվի եւ եթե կարողանան կյանքի կոչել այդ բոլոր ծրագրերը, կարողանան, այո, եւ կշատանան եւ մի քիչ ծերությունը, չէ՞, ծերացող ազգ ունենք հիմա եւ մի քիչ ծերությանը խոչընդոտեն, կկարողանան խոչընդոտել, ուղղակի զուտ իսկապես այդ բանն է, սոցիալական մարդկանց սոցիալական վիճակն է։ Եվ ես հերթական անգամ ուզում եմ հիշեցնել, որ ես վերջերս ուրեմն աչքովս ընկավ մի շատ հետաքրքիր թվեր, 100 տարի առաջ համեմատում են ուրեմն Հունաստանի բնակչությունը եւ Թուրքիայի բնակչությունը։ 100 տարի առաջ նրանց տարբերությունը 2 միլիոն էր ընդամենը։ Թուրքերը շատ էին հույներից 2 միլիոն։ Իսկ հիմա 10 անգամ ավելի շատ։ 10 անգամ։ Այդպես։ Եվ դա հարց է լուծում իրականում։ Իհարկե։ Եկեք մեր հարևաններին է վերցնենք, թե ինչքան են նրանք շատացել այս ընթացքում եւ ինչքան մենք։ 94 թվականին իրենք 7 միլիոն են, մենք 3 միլիոն, հիմա մենք 2.5 ենք մոտավորապես, իրենք 9-10, այո։
Դե սարսափելի է, այսինքն ամեն ինչ կախված է եւ արտագաղթից, հա, մարդիկ գնում են, ընտանիքներն են թողնում գնում, սա շատ ցավալի հարց է, բայց ինձ թվում է, որ պետք է անընդհատ խոսել սրա մասին, որովհետեւ ծննդության պետությունը պետք է իսկապես օգնի կամ, չգիտեմ, ինչ-որ պայմաններ ստեղծի, այո, երիտասարդ եւ իդեպ այդ նպաստներն էլ սխալ են, էլի աշխատում։ Ուղղակի նպաստը բարձրացնելը դա հարց չի լուծում։ Հասարակ բան եմ ասում, օրինակ, եթե երեխան ծնվում է, ծննդատանը ծնվում է եւ արդեն ծնունդը ֆիքսվել է։ Ինչի՞ պետք է երեխայի ծնողները վեկանան, գնան, չգիտեմ, ուր, ապացուցեն, որ օրինակ երեխային ունեցել, դրանց հետ ծնվեց երեխան, ինչ որ հասնում է, հաշիվը բացեք, չգիտեմ, ամեն ինչ արեք, որ մարդիկ չգրեն, հեշտացնեն այդ process-ները մաքսիմալ հեշտանա։ Դե դա ինչ որ մի փոքր հատված է, բայց դա էլ է, չէ, ամեն ինչ ազդում է մարդկանց։ Ուղղակի մարդիկ պետք է վստահ լինեն, որ եթե ունեցան իսկապես, իսկ ես կարծում եմ, որ շատ մեր հայ ընտանիքները դեռ ուզում են, այո, եւ ուզում են եւ դեռ մենք այդքան չենք ինտեգրվել գլոբալիստական տրենդերին։ Երբ որ մենք ենք ծնվում, մեր ծնողները համոզված են, որ օրինակ կրթությունը անվճար է, չգիտեմ, բժշկությունը անվճար է, երեխաները կստանան կրթություն։ Հիմա մարդիկ չունեն այդ գառանտիաները։ Չէ՞ որ կրթությունը բավականին կլորի գումարներ արժի, անգամ հայկական համալսարան, ես չեմ ուզում, եթե դու ուզում ես սովորես, չգիտեմ որտեղ։ Եվ մարդիկ մտածում են դրա մասին, ասում են դե գոնե մեկին կարողանանք հասցնենք կրթություն տանք, չգիտեմ, ամուսնացնենք, տուն առնենք եւ այլն, այտենց բաներ ենք մտածում բոլորս։ Դրա համար դժվար է։ Հիմա օրինակ, պետությունը վերցներ իր վրա ինչ որ կրթության հաշիվները կամ տղաները երբ որ գնում են բանակ ծառայելուց հետո ազատվում են կրթա այդ բանի վճարից։ Կամ ինչպես Դանիայում է, օրինակ անվճար է։ Այո, դե Դանիայում, Ֆինլանդիայում էլ չենք էլ խոսում դրա մասին։ Իսրայելում օրինակ, եթե դու թե աղջիկ թե տղա բանակին ծառայելուց հետո քո կրթությունը պետությունը աշխարհի լավագույն համալսարաններն են, ինչ որ Իսրայելի Մալոտ քաղաքի 9-րդ քոլեջում մենակ։ Հիմա էլ բայց բան է, այնքան անսովիկ լինի թվանշանները, բանակից հետո բան են անում։ Դե դա էլ է սխալ, պարոն Մամուլյան։ Հասկանում եք, պետք է կրթությունը պետք է այլ մակարդակի, այլ կերպ։ Բայց տեսեք, այ պետք է նախ մենք հասկանանք, որ ոչ բոլորը պետք է ստանան բարձրագույն կրթություն։ Այսինքն Հունաստանի եւ Թուրքիայի դեպքում Թուրքիայի սոցիալական վիճակն ավելի շատ էր, որ շատացան, քան հունականին։ Կամ մերը 94-ից Ադրբեջանին ավելի տնտեսությունն էր երևի ավելի։ Պետությունը ինչ որ ձև նպաստել է ըստ երևույթին, հույները այլ ճանապարհով են գնում դեպի Եվրոպա, ծերացող իմիջայլոց եւ այսօր Գերմանիան օրինակ մեծ խնդիրն ունի, որովհետեւ գերմանացիների երեխա չեն ուտում, իսկ Գերմանիա բնակ թուրքերը բազմանում են։ Բազմանում են եւ դա խնդիր է։ Սոցիալական վիճակը միգուցե ունի մի քիչ նշանակություն, բայց ամենա առաջինը չէ։ Առաջին Դե լավ, ինչ հարցում եք մարդկանց։ Ինչ եք մտածում դուք։ Մեր մեջ չկա, մենք արդեն չենք սիրում հոգսը, չենք սիրում դժվարությունը։ Բայց դա էլ է կախված, չէ՞ գումարից։ Դե չի։ Գալիս է, այսինքն չենք սիրում, որովհետև 90-ական թվականներին 5 երեխա եմ ունեցել, 4-ը եւ մեկը արդեն մի քիչ հետո։ Բայց աշխատել եմ 3 տեղ, եթե հարկ է եղել։ Եվ չեմ բողոքել, թե եւ յուրաքանչյուր երեխան իր հետ իր խսմաթը բերել է հաստատ։ Իհարկե, հիմա բոլորը արդեն կրթված, բոլորը իրենց աշխատանքում։ Դժվար հարց է, այս ծրագրի ընթացքում մենք այդ հարցը չենք լուծի, բայց ես գողարի հետ համաձայն, որ դրա մասին պետք է անդադար խոսել, բարձրաձայնել, որտեվ իսկապես խոսքը միայն նրա մասին չի, որ մենք շատանանք դառնանք Ադրբեջանից շատ։ Խոսքը նրա մասին է, որ եթե մենք ուզում ենք, որ պահպանենք որպես ազգ, ունենանք շարունակական պատմություն, խոհարարություն եւ այլն, մենք պետք է շատանանք։ Իսրայելի տարածքը ինչքան է, մեզանից համարյա կես։ Այո։ Իսկ բնակչությունը 10 միլիոն։ 3 անգամ ավելի։ Չէ, պարոն Մամուլյան, հիմա որ Երևանից դուրս ես գալի, կարող ես 1 ժամ քշել ու հասկանալ, որ անծայրացիչ չմշակվող հողեր են, ինչ որ մեկինն է միգուցե։ Okay։ Բայց մենք տարածքել ունենք։ Մենք հողը չենք սիրում։ Մենք ամեն ինչ ունենք, բացի կայուն գաղափարներից, մտքերից եւ տեսնում եք այնքան սիրում որ մարդկանց հետ լուրջ թեմաներից կարող ես խոսել ու չշեղվել ոչ։ Պարոն Մամուլյան, ինչ կա մեր վանակը։ Լոլիկը ոնց որ արդեն վերջ։ Արդեն վերջ։ Այո։
Հիմա սա ջուրը լցրեցինք, լոլիկը լցրեցինք։ Ընտրալ հատիկ համի գախնիկի վախն է եկե։ Այո։ Անանչի, հոտը փոխվեց։ Այս քաշովիների ժամանակ ես մի քիչ լուսահոգի հորս եմ հիշում։ Ինքն է բաներ անում, նույնիսկ կնոջս էր ասում, ասում էր Սիլվա ջան, կպատրաստես, տնանից բայց թողես տակը կպչի, վառվի։ Իսկ ինչ էր իրան դուր գալիս այդ։ Ձավարով, էլի ձավարով քաշովիներ։ Հիմա սա վերջի բանն է, Շտրիխն է, հա։ դնում ենք ու անջատում։ Անջատում ենք 2-3 րոպե։ Այն ամենը ինչը համի կրիչներն են, այսինքն եթերայուղերը եւ էքստրակտիվ նյութերը ամբողջությամբ պիտի մնա ներսը։ Որտեղ շատ զգայուն են նրանք եւ ջերմային ռեժիմի նկատմամբ եւ օդի հետ շփվելու, բացելու նկատմամբ։ Ներողություն, ինչքան ենք թողնում այսպես։ 2-3 րոպե։ Այս ընթացքում Mr. G-ն իր օգնականներից կգա եւ այստեղ ամեն ինչ կմաքրի, իսկ մենք կվերադառնանք մի քանի վայրկյանից, բայց այդ մի քանի վայրկյանում զուգահեռ ուրեմն տիեզերքում կանցնի ուղիղ 2-ից 3 րոպե։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. G-ը իր լվացող, մաքրող եւ աղտահանող միջոցներով։ Իդեպ Mr. G-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. G-ն ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ Так, պատրաստ ես, դու պետք է հիմա բուրմունքը զգաս, հոտ քաշես, այսինքն բուրմունքը զգաս, Գոհար ջան։ Դա է քո միսիան այսօր փաստորեն։ Զրուցել խորն եմ քաշում, որտեվ խորքերից հոտեր կան եկածող։ Ինչ կասես։ Շատ տպավորիչ է, անհամբեր ուզում եմ փորձեմ, որովհետև սկզբից եւ լոլիկն է զգում եւ կանաչին, հետո ներքևից գալիս է բլղուրը, նոր վերջում հասկանում ես, որ չէ մսային է ուտեստ է։ Շատ, նախ գեղեցիկ է, շատ։ Так, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի առասպելական ֆրունզի գինին է այսօր մեզ մոտ կարմիր արենի տեսակի խաղից պատրաստված գույնը խնդրում եմ գնահատիր։ Հրաշալի։ Եվ այս սարքավորումը, որ ես վերև դրել եմ, որ սփռոցի վրա չկա թե ոչինչ։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Այո, կարմիր անապակ գինին, հենց ձավարի հետ։ Այո։ Իսկ թվում է ֆանտաստիկ է լինելու։ Այո։ Շնորհակալություն։ Դեռ չենք փորձել, հա։ Այո, խմենք, որ շատ բալիկներ ծնվեն մեր երկրում։ Խմելով չի չնայած։ Մենակ խմելով չի։ Դրա համար մեծ ոչ մի օգնություն պետք չի։ Այո, այ դրա համար։ Դրա համար հաստատ։ Հիմա այս մատուցման ձևն։ Հետո նոր վրայից։ Եվ շերտ, փաստորեն մենք ունենք լոլիկի շերտ, բլղուրի շերտ եւ տակը մնում է այն։ Ինչ լավ է, ես այսօր դիետայի մեջ չեմ։ Ասեք, ես մտքովս անցա, որ փաստորեն միգուցե այն քաշովիները, որոնք որ մեր ազգը այդքան սիրում է, չգիտեմ, ուզբեկական եւ այլն, տեսեք ինչքան նման է։ Տակը միսն է, վրայից բլղուրը կամ կարալինի բրինձ օրինակ եւ լոլիկ կամ գազար, ինչու ոչ։ Բրինձը մեր խոհանոցում ավելի շատ Արցախի մասում ենք հանդիպում եւ դա պատահական չի։ Բրինձը թութը եւ մետաքսը, Չինաստանից ճանապարհը եկել են այնտեղ։ Չէ, շատ հետաքրքիր ուտեստ է, հաստատ ես կփորձեմ տանես, հա։ Գույները, բուրմունքը։ Նախ հետաքրքիր որ արագ ստացվեց։ Այո, միսը մի քիչ բանանենք, միսի փոխարեն, հա, չմոռանամ, եթե մենք արագ ուզում ենք արագ անել, կարող ենք նաև տհալով անել։ Խաղում։ Դե խնդրեմ, փորձիր, դուր քո գնահատականը։ Բլղուրը ընտիր է, հիմա միսը փորձեմ։ Ես գնացի։ Պամանա։ Տալ հարով է ընտիր կրնի ինձ թվում։ Երբ բացեցի կափարիչը, իսկապես
շատ հետաքրքիր բույր եկավ, որովհետև խորքային էր շատ բույրը։ Զգում ես տարբեր բաղադրիչները հատ-հատ, առանձին, իսկ գինին ուղղակի լրացրեց այդ ամենը։ Ինձ համար ընթրիքը առանց գինու կարծես թե լիարժեք չլինի, այնպես որ իդեալական համադրություն է։ Շատ համով է, պարոն Մամուլյան։ Շատ շնորհակալ եմ այս համեղության համար։ Պետք է անջատել։ Վայելել։ Ընտիր։ Բայց մենք դեռ ձեզ չենք ասում ցտեսություն, որտեվ գոհարը նվերներն է ստանալու։ Դատարկ ձերքով չես գնա։ Նաև օգտվելու առիթից նշենք, որ մենք կարող ենք նաև բլղուր չանվանել, որտեղ բլղուրը թուրքական արտահայտություն է, ի զավար ասենք ուղղակի։ Մշակված օրինակ դան են ասում սրան։ Վայոց ձորում։ Բայց զավար է, ինքը զավար է, նախնական մշակում անցած, այսինքն խաշած, չորացրած, խաշած, չորացած, մանրացրած զավար։ Երկանքով, այո, աղացած։ Ջարդած զավար։ Այո։ Մերոնք ամեն ինչ մտածել են, էլի։ Պրոցեսը զուտ հայկական է, բայց մենք թուրքերեն ենք կոչում։ Հա, մերոնք ամեն ինչ մտածել են, որ սենց ավելի հեշտ է իրան պահել։ Մառանը, մեր մառանի պարունակությունը շատ մեծ ազդեցություն է ունեցել մեր խոհանոցի վրա։ Եվ հեշտ է սարքելը փաստորեն։ Երկու բուռ լցնում են գրպանը, գնում են սարը, լցնում են ջրի մեջ, վերջ, պատրաստ արդեն։ Լավ։ Ընտիր։ Կամերաները անջատում ենք եւ կմիանանք այն ժամանակ, երբ որ գոհարին կհանձնենք նվերները։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Չգիտեմ դուք ինչ եք ընտրում Ֆանֆան Ճուլմանի փունջերը, բայց ես ընտրում եմ, որովհետև իրենց վարդերից վարդի հոտ է գալիս։ Այո։ Հին ու բարի։ Սա քեզ գոհար։ Շնորհակալ եմ շատ։ Ֆանֆան Ճուլմանի կողմից։ Օ, իսկապես։ Ոնց որ վայրի վարդերի հոտ։ Իսկական վարդի հոտ է գալի եւ սա կարծես թե ուրիշ վայրերում ես չեմ տեսել։ Ֆանֆան Ճուլպանի շնորհակալություն, ծաղկե փունջի համար նվերներդ Մարանիկի կողմից, Միստեր Ջինի կողմից եւ Լուր Պակի կողմից։ Սա բոլորը օնն է։ Շնորհակալ եմ շատ։ Եթե դժվարությամբ տանես, մենք քեզ կօգնենք։ Շնորհակալություն պարոն Մամուլյանի, ինչպես միշտ հիշեցրեց մեզ մեր հայկական խոհանոցի մասին, իսկ մենք երեքով ձեզ հորդորում ենք, որ շատանաք։ Եվ միգուցե հենց հիմա պետք է այդ process-ները սկսել։ Շնորհակալ եմ Գորջան։ Մենք իրեքով իրար հետ փաստորեն ունենք 12 երեխա, 12 երեխա։ Հուսանք, որ դուք էլ յուրաքանչյուր հայ, ահա, ռեժիսորին է գումարած լինում է 15 երեխա։ Շատ լավ։ Դե հիմա եկեք տեց անենք, որ յուրաքանչյուր 3 հայ իրար կողքի որ կանգնեն, ասենք մենք երեքով ունենք 15 երեխա։ Ինչ վատ է։ Այսօր այսքանը կհանդիպենք Շանթի եթերում C։ Եփող թափողները։